Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ երկու քրեական գործ է հարուցվել։ Նախ մայիսի սկզբին Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել Իսակովի պողոտայի հողերին օտարելու գործով։ Իսակովի պողոտայում գտնվող Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 11 հեկտար հողատարածքը ըստ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի օտարվել է 2005-ից 6 թվականներին, երբ Սերժ Սարգսյանը եղել է Հայաստանի պաշտպանության նախարարը։ Իսկ նախորդ ուրբաթ օրը հակակոռուպցիոն կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելուն, այն է ընկերության 100% բաժնեմասը Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար 2008 թվականի փետրվարին եւ ապրիլին այդ ժամանակահատվածում վարչապետի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցրած անձի օժանդակությամբ նշված գործարարից ստացել է առանձնապես խոշոր չափով $2,985,000 կաշառք։ Քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2008 թվականի փետրվարի 20-ին Հայաստանի Հանրապետության նախկին բարձրաստիճան պաշտոնյան մի շարք անձանց օժանդակությամբ վերը նշված գործարարից կանխիկ եղանակով ստացել է կաշառքի մասնաբաժինը $2,660,000 Միացյալ Նահանգների դոլար, իսկ մնացած մասը ստացել է փոխկապակցված մի շարք անձանց օժանդակությամբ։ Մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ բարձրաստիճան պաշտոնյայի հանձնարարությամբ կազմակերպվել է կաշառքի մասնաբաժնի մնացած մասը փոխկապակցված անձի միջոցով գործարարի կողմից տալու գործընթացը, որի արդյունքում 2008 թվականի ապրիլի 3-ին եւ 21-ին նշված անձի բանկային հաշվեհամարին է փոխանցվել համապատասխանաբար $200,000 Միացյալ Ամերիկյան դոլար եւ $125,000 ԱՄՆ դոլար նշված գումարների փոխանցման նպատակը ձևակերպելով որպես բարեգործություն, որով մարվել են Հայաստանի նախագահի երդմնակալության ու դրան հաջորդած մի քանի օրերի ընթացքում Երևան քաղաքում անցկացված միջոցառման ժամանակ օդապարիկներ վարձակալելու, ինչպես նաև այդ միջոցառման ընթացքում ծախսված այլ գումարների ծախսերը նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ 18 թվականի հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցվեց։ Նա մեղադրվում էր 13-ի պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489,160,000 դրամի հափշտակություն կատարելու, կազմակերպելու մեջ մի քանի տարի տևած դատական գործընթացներից հետո 24 թվականին նա դատարանի կողմից արդարացվեց։ Միևնույն ժամանակ օրերս Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ։ Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ նաև անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը, նշել է Օսկանյանը։ Ավելորդ չէ հիշեցնել նաև, որ 12 թվականին Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել եւ քննում էր Վարդան Օսկանյանի կողմից ենթադրյալ փողերի լվացման ու յուրացման փաստերով գործը։ Իրավապահները պնդում էին, որ հանցմանների կողմից բարեգործական նպատակներով Օսկանյանի անձնական հաշվեհամարին փոխանցված ավելի քան $1,400,000 $181,000 Օսկանյանը յուրացրել է։ Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Civitas-ի համար նախատեսված եւ ինձ պահտված գումարներն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Civitas-ի գումարն անգիտակցաբար օգտագործել եմ իմ անձնականի համար, եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարներից փոխանցվել է Civitas-ին, ըստ ազգային անվտանգության ծառայության իր ցուցմունքում, նշել է Օսկանյանը։ Մեկ տարի անց ազգային անվտանգության ծառայությունը դադարեցրեց նախկին արտգործնախարարի նկատմամբ քրեական հետապնդումը պատճառաբանությամբ, թե վերջինս խոստովանել է Civitas հիմնադրամին բարեգործական նպատակներով նվիրաբերած գումարներն անձնական նպատակով օգտագործելու փաստը եւ վերականգնել է հարկային պարտավորություններն առաջացրած տարբերությունը։ Եվ այժմ զրուցելու եմ հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Պարոն Հոկտանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Հոկտանյան, նախ անդրադառնանք վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ դեմ երկու քրեական գործերի ինչ է տեղի ունենում եւ ինչպես է գնահատում այս ստեղծված իրավիճակը, որքանով է սա կոռուպցիայի դեմ պայքարի դրսևորումներից մեկը, համեցեք։ Ну, սկսենք նրանից, որ այո, դա կոռուպցիայի դեմ պայքար կարելի անվանել միանշանակ։ Խնդիրը այստեղ մի քիչ ավելի բարդ է այն տեսակետից, թե ինչ նպատակով է դա արվում։
եթե ես վստահ լինեմ, որ նման բաներ ինչ որ հիմա բացահայտվում են եւ ես հիմքեր չունեմ կարծելու, որ դա սուտ է, բավականին լուրջ փաստեր կա եւ բացի դրանից այդ տարիներին այն ամենը ինչ որ այսպես ասած խոսվում էր եւ Սերժ Սարգսյանի եւ նրա շրջապատի մասին կապված այդ կոռուպցիոն հանցագործությունների հետ եւ մեր կազմակերպությունները նույնպես այդ տարիներին շատ է դրա մասին նշել է որ մեր մոտ համակարգային կոռուպցիա կա իհարկե ուսումնասիրության ինչպես ես միշտ ասել եմ այդպեսին չեն արվել բայց նշանները դրա մասին էին խոսում այնպես որ այո դա այդպես է բայց այստեղ երկու կարևոր խնդիրներ ես կուզեի նշել որը եթե մենք հաշվի չառնենք այս ամենը կարող է ուղղակի վարկաբեկի կոռուպցիայի դեմ պայքարը ընդհանրապես այդ կոնցեպցիան առաջինը որքանով է դա ընտրովի այսինքն շատ լավ դա եղել է դա բայց արդյոք նույն բանը չի կատարվում հիմա այսինքն չստացվի այնպես որ հետագայում ասենք եթե լինի իշխանափոխություն պարզվի որ նմանատիպ բաներ տեղի են ունեցել նաև հեղափոխությունից հետո եւ այդ դեպքում երբ որ փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարը օգտագործում է քաղաքական ինչ որ հաշիվներ մաքրելու համար այսինքն ընտրովի է տարվում դա բավականին տհաճ հետևանքներ է ունենում երկրորդ խնդիրը որը ես տեսնում եմ արդեն մոտ մի տարի հետո ընտրություններ են եւ արդյոք այս պայքարը այսպես ասենք կոռելացված չի այդ քաղաքական նպատակների հետ արդյոք որտեվ հիշենք նաեւ 21 թվին երբ որ կապայմանագիրը հաղթեց ընտրություններից հետո բավականին ժամանակ նորից լռություն էր այսինքն ես չեմ տեսնում հետևողականություն եւ նորից համակցելով դա նաեւ նրա հետ որ ընտրովի է այս ամենը բավականին կարող են արժեզրկել հենց կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը Պարոն Հոկտանյան, տեսեք, Կոսկանյանը ասում է, որ Հայաստանի փաստորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս անկախությունից ի վեր, հա, Փաշինյանի կառավարությունը եւ այս իշխանությունը ամենակոռումպացվածն է, քանի որ դուք երկար տարիներ հենց ուսումնասիրում եք Հայաստանում կոռուպցիայի մակարդակը, կոռուպցիայի վիճակը, ինչ կարող եք ասել նախկին արտաքին գործերի նախարարին, որը ասում է, որ կոռումպացված լինելու մեջ է մեղադրում Նիկոլ Փաշինյանին եւ այս իշխանությանը համեցեք ամենակոռումպացվածը Ես կարդացի նրա այդ հոդվածը եւ բավականին հակասական մտքեր էր ինքը հայտնում սկզբից այդպես էր ասում բայց հետո այնպիսի նաեւ մտքեր էր արտահայտում որոնք փաստորեն կասկածի տակ էին դնում իր այդ ասածը Այստեղ նա բերում էր բավականին մի ճիշտ դիտարկում, հարցադրում, որը ես նույնպես կուզենայի շեշտել, թե որն է ավելի մեծ վնաս հասցնում երկրին, անձեռնահաս, բայց ազնիվ կառավարիչը, թե կոռումպացված, բայց պրոֆեսիոնալ կառավարիչը։ Ну, իմ տեսանկյունից երկուսն էլ նույնչափ վնասակար են երկրի համար։ Եվ երբ որ նա այդ ասում է, արդեն երևում է ու ենթատեքստը, որ էական չի այս իշխանությունը կոռումպացված է, թե ոչ, էական է, որ անձեռնհաս է, պրոֆեսիոնալ չի։ Եվ բացի դրանից էլ ի վերջո, բնականաբար դրա համար առաջին այդ իր պնդումը, որ ամենակոռումպացված է, նախ ինչպես ցույց են տալիս նույն կոռուպցիայի կալման համաթվի տվյալները դա մեղմ ասած այդպես չի բայց դա դեռ չի նշանակում որ մենք մտել ենք աշխարհի ամենակիչ կոռումպացված երկրների շարքը եւ ուրախանալ նրանից մանավանդ վերջին 3-4 տարիների լճացման այս ֆոնին իհարկե կարիք չկա եւ կարիք չեմ տեսնում նաեւ օգտագործել դա
որ նա սխալ միտք է հայտնել եւ դրանից կարճելով սկսել ինչ որ բանավեճ ով էր ավելի կոռումպացված նախկինները թե ներկաները կարևոր է որ այժմ էլ խնդիրը շատ լուրջ է դրված այժմ էլ կան շատ լուրջ դրսևորումներ կոռուպցիա եւ դրա հաշվով պետք է շատ լուրջ հետևություններ արվեն եւ նորից եմ ասում նրա հաջորդ միտքը որ մենք որն է ավելի վնասակար երկրին անձեռնահաս ազնիվ կառավարիչը թե պրոֆեսիոնալ գողը սա նույնպես մտածելու տեղիք է տալիս եւ այդ դրա շուրջը ինչ որ չափով դիսկուսիա կարելի է որտեղ իմ անձնական կարծիքն է որ երկուսն էլ մեծագույն վնաս են երկրի համար ի վերջո իշխանությունը անընդհատ ասում է մենք չունենք համակարգային կոռուպցիա բայց ունենք դրվագային կոռուպցիա պարոն Հոկտանյան սա ասվում է ապահովագրելու ինքն իրեն իշխանությունը միանշանակ այո ունենք թե ոչ համակարգային կոռուպցիա դա շատ դժվար է այն պայմաններում ասել, երբ որ մի կողմից չի արվել լուրջ հետազոտություններ այդ ուղղությամբ, մյուս կողմից էլ ունենք անիֆի եւ այլ, այսպես ասած, ճակերտավոր գեղեցիկ պատմություններ, ու հենց այստեղ նորից հիշենք պարոն Օսկանյանի այդ միտքը, դա անձեռնահասությունից էր, թե կոռումպացված լինելուց էր, բայց էական չի, քրեական գործը, որը դոփում է իր տեղում, Եվ իհարկե սա միակ դեպքը չի, մենք ունենք շատ լուրջ խնդիրներ, այնպես որ այդ տեսակետից մենք, այսպես ասած, հանգստանալու հիմքեր ես չեմ տեսնում եւ կարծես, այո, պետք է շարունակել, տեսնել ինչեւ որտեղ ենք հասնելու այս ձևով Տեսեք, պարոն Հոկտանյան, վերջին շրջանում այսպես մենք անընդհատ ականատես ենք Քոչարյանի եւ նրա ընտանիքին պատկանող գույքեր ինչպես են հրապարակվում եւ հենց Օսկանյանն է եղել այն ժամանակ արտաքին գործերի նախարար մենք տեսնում ենք ինչ ահռելի փաստորեն կոռուպցիոն ռիսկեր են եղել կոռուպցիոն դրսևորումներ եւ փաստորեն գլխավոր դատախազը ազգային ժողովում ներկայացրեց ոնց որ կարծես թե այդ գույքի շատ փոքր հատվածը Վստահաբար հետևել եք, դուք ինչպես եք գնահատում, հնարավոր էր օրինակ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է ասում, իր պաշտոնավարումից հետո, քանի որ կիրթ եւ շնորհքով տղաներ ուներ, այդքան հարստության տիրանալ, եթե կոռուպցիայի միջոցով դա տեղի չունենար, պարոն Օկտանյան։ Իհարկե ոչ եւ բնական է, որ այստեղ պատասխանը միանշանակ է որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ իշխանության եկած մարդիկ եւ դժբախտաբար սա տեսնում եմ նաեւ հիմա օգտագործում են իրենց վստահված իշխանությունը ոչ, այսպես ասած, ազնիվ նպատակներով։ Սա միանշանակ է։ Խնդիրը միայն նրանումն է, որ հնարավոր է արդյոք դա ապացուցել այս վերջերս, եթե հիշում եք Սահմանադրական դատարանի որոշումը, որը իհարկե ստիպված ընդունվեց, որտեղ Վենետիկի հանձնաժողովը դրանից 2.5-3 տարի առաջ արդեն տվել էր իր եզրակացությունը այդ ապօրինի ծագումնացող գույքի բռնագազման մասին օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանը ստիպված եղավ, ես այդպես եմ համարում, դա ստիպված քայլ էր, ստիպված եղավ ընդունելու, որ պետք է ապացուցվի այդ կոռուպցիոն հանցագործությունը, որ եւ դրա արդյունքում, ընդ որում պաշտոնավարման ընթացքում կատարված հանցագործությունը եւ դրա արդյունքում այդ ապօրինի գույքը բռնագանձվի։ Սա խնդիր է դառնում, որտեղ իրավապահ մարմինները մեր դժբախտաբար այն մասնագիտացված չեն, այնքան էլ պրոֆեսիոնալ չեն, որ կարողանան դա ապացուցել, առավել եւս նախկին այդ հանցագործությունները եւ դա իսկապես խնդիր է, որ պետք է լուծվի։ Երկրորդ հարցը, որ ես արդեն ասա, որ կուզեի նշել, դա այն է, որ նորից մենք չընկնենք այդ ներքաղաքական պայքարի նպատակով արվող
այդ ուրեմն բացահայտումներին։ Եթե սա արվում միայն, սա շեշտում է միայն այս ընտրությունների ընդառաջ, այսպես ասած, քաղաքական նպատակով եւ ոչ թե ավելի լուրջ հակակոռուպցիոն այսպես ասած քաղաքականության կոռուպցիայի դեմ պայքարն ապա հեռու չենք ես նշեցի նորից ասեմ որ լինելով ռեալիստ հասկանում եմ որ նաև քաղաքական նպատակներով է դա արվում բայց եթե միայն քաղաքական նպատակներով է արվում ապա դա բավականին տհաճ արդյունքների կարող է հանգեցնել մանավանդ հաշվի առնելով որ ազգաբնակչության սոցիալական վիճակը այնպիսին չէ որ այդ ամենը կարողանա համոզիչ լինել որպեսզի մյուս տարվա հունիսին խորհրդարանական ընտրություններում քաղաքապայմանագիրը ձայներ ստանա միայն այսպես ասած գործընթացների շնորհիվ Շնորհակալ եմ պարոն Հոկտանյան, հիշեցնեմ, որ զրուցում էի հակակոռուպցիոն անվտանգության փորձագետ Վարուժան Հոկտանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։